Հետաքրքրում է արդյոք կապ ունի իրենց իմիգրացիոն ստատուսը, որպեսզի կարողանան դիմել վարկերի, թե դա կլինի բանկերից, թե ֆինանսական հաստատություններից։ Գոյություն են ծրագրեր, որոնք վերաբերում են եւ քաղաքացիներին, եւ green card holder-ներին, եւ մարդկանց, ովքեր օրինապես այս երկրում են։ Գոյություն են ծրագրեր, որոնք վերաբերվում են տուրիստներին։ Միակ բացառությունը անօրինական այստեղ գտնվող մարդկանց հետ է կապված։ Քաղաքացիները ինչ պետք է ունենան, որպեսզի կարողանան առաջի քայլ կատարել դեպի վարկ ձևակերպելը։ Պետք է ձեր ֆայլարած կամ ունեցած income-ը լինի documented եւ ունենաք բավարար income իրենց դիմելու համար։ Գոյություն ունեն հարյուրավոր բանկեր, որոնք ոնց որ վարակույրի հետևում են։ Օրինակ տուն ես առնում, որը կարաս վարձով տաս, քո տված վարձը փակի հենց mortgage-ը, ուրիշ ոչ մի փաստաթուղթ պետք չի։ Տուն գնելու համար կա ինչ-որ սանդղակ, որ կոնկրետ սրանից ներքև հաստատ չարժել մտածել, անգամ եթե դու ունես շատ լավ հարկեր վճարված։ Ցավոտ թեմա է մեր հայերի հետ կապված քրեդիտային համակարգը, որովհետև բոլորը կարծում են այն credit score-ը, որը ցույց է տալիս իրենց բանկի հաշիվը կամ ինչ-որ third party experience-ը կամ credit card-ման, դա է իրանց score-ը։ Այսինքն 700-ից վերև ու 700-ից ներքև հսկական տարբերություն կա լինի տոկոսի մեջ։ Կան loan officer-ներ, որոնք հայտարարում են բացեի բաց, որ եկեք, մենք 3%-ով ձեզ կբերենք loan։ Ձեզնից պահանջելու է 2 տարվա ֆայլ արած բավարար income, այսինքն tax return W2 հարկերը։ Հա, նայած ինչ արժեքի տուն ես առնում, այսինքն չես կարող 0 down-ով գնաս միլիոնանոց տուն առնես Burbank-ում կամ Beverly Hills-ում։ Միանշանակ խորհուրդ կտամ հենց գնել, ոչ թե վարձել, որովհետև ձեր գնաց տունը նախ դուք կվճարեք եւ principal գումարից կիչնի, loan-ի գումարից կիչնի, բացի դրանից տունը կգնահատվի եւ դուք դրա վրա կունենաք նաեւ equity, իսկ երբ որ վարձում ես դու փակում ես ուրիշի mortgage։